Գնեք Սանկերամիկա կամ Լոգասենյակի կահույք և ստացեք նույն գումարի չափով ծորակն ընդամենը 1 դրամով։ Մանրամասները idealsystem.am։ Շնորհակալություն, հարգելի նախագահող, հարգելի Տիկին գլխավոր դատախազ, հարգելի ներկաներ, իհարկե մարտի 1-ից 17 տարի անց ես որպես նաև քաղաքագետ համար ցանկալի կլիներ, որպեսզի ունենայինք մարտի 1-ի հարցով քրեաիրավական գնահատական եւ այսօր մենք առնվազն քննարկեինք մարտի 1-ի հետ կապված քաղաքական հետևանքները եւ թե ինչպես անենք, որպեսզի նաեւ հետագայում Հայաստանի Հանրապետությունում չկրկնվեն տեղի չունենան մարտի 1-եր, բայց ունենք այն ինչ որ ունենք եւ այսօր առավել եւս կարևոր է համարում անդրադառնալ մարտի 1-ի քաղաքական հետևանքներին, առավել եւս երբ որ մենք այս պահին, այս փուլում գտնվում ենք պետականության ու պետության վերաիմաստավորման այսպես գործընթացում, այս համատեքստում ես կարծում եմ, որ մարտի 1-ի գործի կամ մարտի 1-ի նախադեպի չեզոքացումը ֆունդամենտալ նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության որպես ժողովրդավարական պետության համար, քանզի մարտի 1-ը պարզապես 10 մարդկանց, անմեղ մարդկանց գնդակահարում չէր փողոցում, մարտի 1-ը դա նաև Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքի կենտրոնում Հայաստանի Հանրապետության որպես պետության գնդակահարում էր եւ կրակոց էր Հայաստանի Հանրապետության որպես պետության ֆունդամենտալ արժեքների եւ հիմնասյուների վրա, ինչ ասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության առաջին հոդվածը, որ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան ժողովրդավարական, սոցիալական եւ իրավական պետություն է, երկրորդ հոդվածով ասում է, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին եւ իշխանության ցանկացած ուրեմն յուրացում որևէ անհատի կամ կազմակերպության կողմից դա հանցագործություն է։ Իսկ մարտի 1-ը դա կրակոց էր եւ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ ժողովրդավարության եւ իրավական կարգի եւ սոցիալական համակարգի վրա, որի արդյունքում իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում յուրացվեց մի խումբ անձանց կողմից եւ այսօր ցավալիորեն այդ անձին կամ այդ հիմնական գործող անձինք այսօր կրկին Հայաստանի Հանրապետությունում հավակնում են դառնալ իշխանություն եւ ցավալիորեն ինչ որ առումով այդ մարդիկ նաեւ իշխանություն են, հաշվի առնելով, որ այդ մարդիկ այսօր օրենսդիր իշխանության մաս են եւ իրենց վարքագծով, իրենց հայտարարություններով այդ մարդիկ ոչ միայն չեն զղջացել, այդ մարդիկ այսօր էլ շարունակում են հայտարարել, որ այո, Հայաստանի Հանրապետությունում պետք է լինի ռազմական հեղաշրջում, այո, Հայաստանի Հանրապետությունում պետք է լինի հեղաշրջում, քանզի այս մարդկանց քաղաքական փորձը ցույց է տվել, որ միայն դրանով իրենք կարող են գալ իշխանության եւ այո 98 թվականի ուրեմն պալատական հեղաշրջումներ հանգեցրեց 99 թվականի հոկտեմբերի 27-ը, 99 թվականի հոկտեմբերի 27-ներ հանգեցրեց 2008 թվականի ուրեմն մարտի 1-ը, այս մարդիկ ողջավորված այդ պրակտիկայով այսօր էլի ցանկանում են գալ իշխանության։ Ես կարծում եմ, որ անկախ այս ձգձգված տարիներից ես համոզմունք ունեմ, որ մեր հասարակության մեջ եւ նաեւ պետությունը այսօր լուրջ քայլեր ձեռնարկելու է մարտի 1-ի, նաև ինչու ոչ հոկտեմբերի 27-ի նախադեպը չեզոքացնելու համար, քանի որ եթե մենք իսկապես ուզում ենք հետագայում ունենալ ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն, ապա պետք է փակենք այս երկու ողբերգությունների ուրեմն էջը, քանզի սրանք շարունակում են որպես ական մնալ Հայաստանի Հանրապետության պետականության ներքո։ Շնորհակալություն։